Նախիջևանի սահմանին իրավիճակը համեմատաբար խաղաղ է։ Մեր դիմաց գտնվում է Նախիջևանի ինքնավար հանրապետության առանձնահատուկ բանակային կորպուսի 217-րդ մոտորաձգային բրիգադը իր ստորաբաժանումներով մեր դիմաց ժամկետային զինծառայողներ են, շարժ երբեմն նկատվում է, կրակոցներ ոչ հաճախակի սակայն լինում են։ Հակառակորդի ակտիվացում նկատվում է հատկապես որոշակի օրերի։ Հատկապես լինում է շուշուտ, որ ասեմ, լինում է տոն օրերին, մեր տոն օրերին նոր տարուն է լինում, Եղեռնի օրն է լինում շատ կրակոցներ, ապրիլի 24-ին։ Բայրամ տոնին է իրանց կրակոցներ լինում, իրանց նոր տարուն հունվարի 1-ին ու որ հաճախակի լինում են, այդ օրերը հաճախակի են լինում կրակոցներ, իսկ նրանց կարող է մի օր զարթնեն կրակեն։ Մենք ամեն վարքյան պատրաստ ենք ու մենք չենք էլ վախենում իրանց ցանկացած ոտնձգությունից։ Զինվորները հավաստիացնում են, պատրաստ են դիմակայելու ցանկացած փորձության, իրենց առջև դրված առաքելությունը պատվով կատարելու համար։ Հրամանատարական անձնակազմն էլ իր հերթին բարձր է գնահատում զինվորների մարտական պատրաստվածությունը։ Օրըստօրե ավելի են զարգացնում իրենց մարտական վարպետությունը, ավելի են տիրապետում զենքին, զինամթերքին, իրենց ֆունկցիոնալ պարտականություններին։ Հակառակորդը նպատակ ունի ապակենտրոնացնել իրավիճակն ու անընդհատ պահպանել լարվածությունը սահմանին։ Սակայն պարոն Բադալյանի խոսքերով մեր բանակը բազմիցս է ապացուցել իր մարտունակությունը տարածաշրջանում։ Մենք հասկանալով այդ ամենը չենք ենթարկում նրանց սադրանքներին եւ իհարկե մշտապես տալիս ենք նրանց արժանի հակահարված։ Բանակի կազմավորման 23-րդ ամյակի առիթով Վազգեն Սարգսյանի անվան զորամասի զինվորական եւ սպայական անձնակազմի ներկայացուցիչները Երկրապահ կամավորական միության կողմից արժանացան պատվոգրերի լավագույն ծառայության համար։